Da կարգավիճակի փոփոխություն չէ, դա կարգավիճակի բարձրացում Դուք որտեղից եք։ Առաջ եմ Բարի լույս Կենտրոն TV եւ Բարի լույս առաջինը։ Որն հավանական իհարկե դժվար է։ Չէ, ժամը 5-ին ասուլիսուն է։ Գիշերը լավ անցավ։ Ձեզ ինչպես եք զգում։ Շատ լավ եմ զգում իմ դադիկ խնգենի հյուսած երակույնս վերմագի ներքո շատ ջերմ քնեցի իր օրտնանքին վրաներ։ Նաև շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Բարի օր լինի ժամը 5-ին։ Ձեզ առողջություն։
Ես այսօր էստեղ եմ իմ մարդկային աջակցությունը հայտնելու պարոն Հովհաննիսյանին, զուտ մարդկայնորեն ինձ համար իհարկե շատ ծանր է տեսնել, որ մարդը իր քաղաքական բողոքը ընդվզումը այս կերպ է արտահայտում հացադուլով, եւ ես ընդհանրապես ուզում եմ, որ ինքը իր առողջությանը վնաս չհասցնի, որտեղ ինքը պետք է իր ընտանիքին, իր երեխաներին, իր գործընկերներին, որպես պատգամավոր, որպես քաղաքացի եւ ոչ միայն որպես պատգամավոր, որպես քաղաքացի, մենք բոլորս պարտավոր ենք մեր ներքաղաքական ռիթմը այսպես պուրսի վրա պահել, որտեղ սա մեր բոլորիս երկիրն է, սա մեր բոլորիս երկիրն է ու այստեղ յուրայիններ եւ օտարներ չպիտի լինեն։ Մենք բոլորս միասին պիտի ամեն ինչ անենք, որ մենք ունենանք այն երկիրը, որտեղից մարդիկ ոչ թե ցանկանան փախչել, այլ որտեղ մարդիկ ցանկանան ապրել։ Մեր ներկայացուցիչներից այստեղ լինում են, ես ինքս ցավոք սրտի Հայաստանում չեմ լինելու, բայց գիտեք, եկեք այդպիսի հստակ տարբերակումներ չդնենք, էլի մենք բոլորս մի գործ պիտի անենք։ Նրանք, ովքեր ուզում են լավ երկիր ունենալ, մի գործ պիտի անեն։ Մեկը այստեղ, մեկը մի այլ կերպ է տեսնում պայքարի եղանակը, մեկը ազգային ժողովում է տեսնում, բայց մեր բոլորի նպատակը մեկը պիտի լինի, սա է։ Ինչ էին ինձ վախացնում եք։ Կարող է տենց է, բայ։ Չէ, դե 65-ը ինքը լավ ճնշում չի։ Լրատվական ծառայություններին եւ ամբողջ հանդիսանքերություններին, որ բացառիկ ծրագիր ներկայացնելու իսկ երկրների նկատմամբ ոչ մի ձեւի որի վերստավորություն ձայն չդրեց։ Նույնը պատկանում է դեսքի ջեր զարթուցացումն եւ երթերցելով ինձ ձերի ծրագիրներ եւ ինձ ձերով մատակել ամբողջ տեքստերը, ամբողջ իրացը մեջտեղ է։ Եվ որևէ մի վերստավորություն որևէ խմբակցությունից որևէ բացարձակապես վերաբերից ցուցաբերեցի, որ որովհետեւ քիչ շահ է, քիչ ներկայացնում։